Շատ ուրախ եմ բոլորին տեսնել այստեղ, հատկապես որ այսօր փոքրիկ միջոցառում ունենք եւ առաջին անգամ ենք անում, բայց շատ կուզենամ, որ հաջորդ տարի այս մարդկանց թիվը ավելի մեծանա։ Հիմա կփորձենք հասկանալ ինչու։ Իհարկե հնարավոր չի, որ բոլոր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներգրաված լինեն, բայց ինչքան թիվը մեծանա, այնքան մենք շատ ավելի ուրախ կլինենք։ Այսօր մենք ուզում ենք շնորհավորել բոլոր այն ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքականում այսօր ընդգրկված, գումարած Արտակին Դաշյան, որ էլի Հայաստանի հավաքականի անդամ է, իրենց հաջողություններով անցած մրցաշրջանում ունենք գավաթակիրներ, ունենք չեմպիոններ եւ ուզում ենք sense փոքրիկ ուշանվերներով մենք էլ շնորհավորենք, դուք բոլորդ շնորհավորեք եւ բոլորին նորից եմ ասում, բոլորին ցանկանանք, որ հաջորդ տարի մեր հաջողակ մրցանակ շահած ֆուտբոլիստների թիվը ավելի շատանա։ Այս տարի Նոան թույլ չտվեց, որ մյուս թիմերից ավելի շատ մարդ լինի գորե գավաթը կամ եւ այլն, բայց շնորհավորում ենք ձեզ, հաջողություն ենք մաղթում Չեմպիոնների լիգայի գալիք որակավորման փուլում։ Իրոք արժանի էր եւ չեմպիոնությունը եւ գավաթը, խնդրեմ։ Давай. Մի քիչ երկար խոսենք, որովհետև Էդուարդ Սպերցյան գիտեք, գնում են երկար տարիներ Կրասնոդարում այս հաջողությանը, անցյալ տարի շատ քիչ չբավարարեց ու այս տարի իրոք բավական բարդ պայմաններում, բավական սուղ կազմով Կրասնոդարը չեմպիոնությունը նվաճեց, որը մասնավոր ակումբի կողմից Ռուսաստանում չեմպիոնություն նվաճած բացառիկ օրինակներից մեկն է եւ կարծում եմ ոչ մեկ ստեղ չի կասկածում, որ Էդուարդ Սպերցյան այդ թիմի եւ ոգին էր եւ լավագույն ֆուտբոլիստը եւ շատ ուրախ ենք եւ շնորհավորում ենք այդ կապակցությամբ։ Давай. Շնորհակալություն շատ։